Թել Ավիվում Նեթանյահուի կառավարության հրաժարականն են պահանջում։ Ակցիայի մասնակիցները արյունոտ տեսարաններ են բեմադրել Ռաբին հրապարակում։ Կարծում են, Իսրայելի վարչապետը բավարար ջանքեր չի գործադրում իսրայելցի պատաններին օր առաջ տուն վերադարձնելու համար։ Պատերազմը Գազայում ձգձգում է, որ ավելի երկար պաշտոնավարի, ինչի հետևանքով Համասը շարունակում է սպանել իրենց հայրենակիցներին։ Հրեա պատանների նկարներն են իրենց հետ հրապարակ տարել ակցիայի մասնակիցները։ Եկել ենք բողոքելու տերորի դեմ, տեղի ունեցողը շատ ցավալի է։ Իսրայելում падգամավոր Այման Օդեհին ուժով հեռացրել են Կնեսետից, երբ նա կոշտ քննադատել է Նեթանյահուի կառավարությանը Գազայում պատերազմական գործողությունների համար։ Միակ բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ 1.5 տարվա պատերազմում սպանել եք 19,000 երեխա, 53,000 խաղաղ բնակիչ։ Քանդել եք համալսարանները, հիվանդանոցները, այստեղ ոչ մի քաղաքական հաղթանակ չկա, ոչ մի։ Հակաիսրայելական ակցիաներ են կազմակերպվել Իսպանիայում։ Բարսելոնայի հրապարակներում մարդիկ հավաքվել են ի պաշտպանություն Գազայի ժողովրդի։ Ցուցարարները պահանջել են Իսպանիայի կառավարությունից խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ Նրանց կարծիքով Նեթանյահուի ռեժիմի հետ բարիդրացիական կապերի մեջ մնալը ցեղասպանության մեղսակցություն է։ Գազայի հատվածը լայնածավալ հումանիտար աղետի եզրին է։ Գազայում աշխատող միջազգային կազմակերպությունները հազանգել են սովամահությունների թվի աճի մասին, արդեն գրեթե 4 ամիս է հումանիտար օգնություն չէր մտնում Գազա։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով 330 մարդու կյանք է խլել սովը, ավելի քան 300 կին վիժել է թերսնման պատճառով։ Հինգշաբթի երեկոյան է միայն 100 բեռնատար օգնություն մտել Գազա։ Պատերազմական քաոսի մեջ մի քանի հասցեում նորից թարմացի հոտ է տարածվել։ Իսրայելը չորեքշաբթի հայտարարեց, որ կթույլատրի ՄԱԿ-ի 100 բեռնատարների մուտքը։ Անհրաժեշտ օգնության ընդամենը 1%-ն է դա։ Մեզ հասած պարենը բավարար չէ։ Մեր աշխատանքը երկար չի տևի։ Ավելի շատ օգնություն է պետք, որ շարունակենք աշխատել։ Ամբողջ Գազան հիմա հացի կարիք ունի։ Տեղական լրատվամիջոցները գրում են, թե 100 բեռնատարներում հիմնականում ոչ թե ալյուր, այլ ծածկոցներ են եղել, որոնք պաղեստինցիներն օգտագործում են սպանվածների մարմինները փաթաթելու համար։ Գազայում օգնությունն ընդունած խաղաղ բնակիչները պնդում են, անգամ Իսրայելի օգնությունը հոգեբանական բռնության մի ձև է։ Մարիամ Ամիրջանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։